Նշանակված մեր ավականու հերթական լիստը համարում են բացված։ Լիստին ներկայ են համայնքի ավականու 27 անդամներից 21-ը, որում ապահովված է լիստը իրավազորել։ Լիստի օրակարգը բաղկացած է 17 հարցից, որը ներկայացվել է ձեզ։ Վարդենիս համայնքի ավականու հարգելի անդամներ, նախքան հերթական լիստի օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալը ցանկանում եմ հանդես գալ մեկ հայտարարությունով։ 2025 թվականի ապրիլի 30-ին Վարդենիս համայնքի ավականու արդեն նախկին անդամ Նելի Ժորայի Խաչատրյանը համայնքապետարանը ներկայացրել ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդության մասին դիմում, որը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ համաձայն հանձնաժողովի 15 մայիսի 2025 թվականի համար 2 արձանագրությամբ Վարդենիս համայնքի ավականու Արոն Խաչատրյան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավականու անդամի մանդատը տրվել է Արոն Խաչատրյան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդին տեխնացու Նինա Անդրանիկի Հարիբյանին։ Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Նելի Խաչատրյանին արդյունավետ աշխատանքի համար, իսկ մեր Նինա Հարիբյանին մաղթում ենք տեղնավոր աշխատանք։ Շնորհավորում ենք։ Այժմ ընթերցում եմ օրակարգում ընդգրկված հարցերը ըստ հերթականության։ Առաջին, Վարդենիս համայնքի ավականու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ հաստատելու մասին 24 հունվարի 2025 թվականի համար 3-ին որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Երկրորդ, Վարդենիս համայնքի ավականու 24 հունվարի 2025 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վարչների բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվականակը հաստատակցական եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին համար 6-ի որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Երրորդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գանևան բնակավայրում 5 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նպատակով նախատեսվող գործողության իրականացման նախնական համաձայնություն տալու մասին։ Չորրորդ, Վարդենիս համայնքի ավականու 07 հունիսի 2022 թվականի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցույթային հանձնաժողով ստեղծելու մասին համար 53-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 5-րդ, Վարդենիս համայնքի ավականու 29 ապրիլի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասից լուտ մար ՍՊ-ին սահմանափակ օգտվելու իրավունք սերվիտու տրամադրելու համաձայնություն տալու մասին համար 65-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 6-րդ, Աստղավարտ ՀԿ-ի եւ Վարդենիս համայնքապետարանի միջև 04/2023 թվականի կնքված 2 միկրոավտոբուսի սպասարկման անհատույց իրականացնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու թույլատվություն տալու մասին։ 7-րդ, Վարդենիս համայնքի արփունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին եւ ներքին ցանցի վերանորոգման շինարարական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ 8-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 2024-25 թվականի ուսումնական տարվա շրջանավարտներին Վարդենիս Ադայան պետական քոլեջ Պուակին եւ Վարդենիս Բժշկա հումանիտար քոլեջ ՍՊ-ի միանավար գումար հատկացնելու մասին։ 9-րդ, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու եւ հիմնարկային գին սահմանելու մասին։ 10-րդ, Վարդենիս համայնքի այդ բնակավայրի բնակիչ Արտյոմ Մանուկյանին պատկանող Mitsubishi Pajero 3 մագնիչի SSP դրամանիչի SS ավտոմեքենայի գույքայթի կուտակված ապարքավորելով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ 11-րդ, Վարդենիս համայնքի բնակիչ Նաիրա Արուսլամյանին պատկանող Mercedes-Benz SS մագնիչի SSP դրամանիչի ավտոմեքենայի գույքայթի կուտակված ապարքավորելով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ 12-րդ, Վարդենիս համայնքի տվյալ բնակավայրի բնակիչ Վաչական Նիկողոսյանին պատկանող SS մագնիչի SSP դրամանիչի ավտոմեքենայի գույքայթի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ 13-րդ, Վարդենիս համայնքի տվյալ բնակավայրի բնակիչ Անդրանիկ
Եղազարներին պատկանող SS մագնիշի երրորդե կամանիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարք օրենքով սահմանված կարգով հաստատից զիջելու մասին, 14-րդ Վարդելիս համայնքի Վարդելիս քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանին պատկանող Volvo SS մագնիշի SS պետամանիչի ավտոմեքենայի կուտակված ապարք օրենքով սահմանված կարգով հաստատից զիջելու մասին, 15-րդ Հայաստանի հյուսվածնագրքի կրկնակի ռեպորտագիր Մարգարիտա Գարիկի Մինասյանին խրախուսելու մասին, 16-րդ Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական մարզի Վարդենիս համայնքում տեղի ունեցած կամու հետևանքով նյութական վնաս կրած բնակիչներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին, 17-րդ Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցում տրամադրելու մասին և քանի որ ձեր հրապարակում և նախագծում արդեն տրված է, սերմիալ փոփոխություն ենք ուզում կատարել, խոսքը վերաբերում է 9-րդ նախագծին, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսող Ողորմաս Արարչոկ օտարելու փիլոտային տալու և մեկնարկային սահմանելու մասին, ինչպես գիտեք, հարգելի ավականներ, կառավարության հաջորդ վաճառքների կարգը փոխվել է, հիմա հողերը հաջորդ վաճառքեր անում ոչ թե կադաստրային արժեքի, այլ լիցենզավորված գնահատող կազմակերպության տրված արժեքով։ Հիմա ես եթե կուզեք կարդամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի որոշումը հաշվի առնելով 0904/2025 թվականի նիստի SS արձանագրության տարբերակ առաջարկությունը խնդրում եմ առաջարկել համայնքների ղեկավարներին պետական և համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողերի վկայությունների պարագայում, եթե դրանք ընդլայնին չեն, պարտադիր կիրառել գնահատման մեխանիզմ լիցենզավորված անկախ կազմակերպության միջոցով։ Վաճառքի մեկնարկային սահմանելու ոչ պակաս կամ գնահատված փոխական արժեքը կադաստրային արժեքի փոխարեն։ Հիմա մենք առաջ անում էինք զուտ եկամտի մասով, իսկ հիմա փոխվել է անոտ գնահատողից, գնահատողը պետք է գնահատի և այդ գնահատողը դնենք ավականու նիստին, դրանից հետո որ արդյոք պատրաստող օտարենք։ Եվ դրա փոխարեն, այդ 5-րդ հարցի փոխարեն, օրակարգում ներառել Արփունք բնակավայրի բնակիչ հանում ենք այս հարցը։ Արփունք բնակավայրի բնակիչ Արմեն Զախարյանին պատկանող ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով զիջելու մասին նախագիծը։ Եվ լրացուցիչ ևս մեկ հարց, ներառել ավականու համար 6A որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և վերջին հարցը փոքր մասիկ բնակավայրերի հողերից ուղղակի վաճառքի միջոցով ընդլայնման նպատակով հողատարածք կատարելու որևէ օտարվանքին հաստատելու մասին։ Այսքան էին մեր օրակարգի հարցերը, եթե առաջարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, հարգելի ավականներ։ Քվեարկություն։ Ովքեր են կողմ։ 21 կողմ, դեմ, դեռնապահ չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Վարդենիս համայնքի ավականու Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին 24 հունվարի 2025 թվականի համար 3-ի N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին կներկայացնի որոշման նախագծի հեղինակ Դավիթ Շահբազարյանը։ Շնորհակալություն։ Մինչև հարցին անցնելը շնորհավորում եմ հանրապետության տոնի անդիր, ինչպես գիտեք, երեկ նշեցինք առաջին հանրապետության օրը, դարերի ընդմիջումից հետո 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որի հիման վրա երկրորդ, երրորդ հանրապետությունները։ Իսկ առաջին հանրապետության ստեղծման համար հիմք հանդիսացավ Սարդարապատի, Գաշատահանի, Արաքլիսայի ճակատամարտերը։ Իսկ Սարդարապատի ճակատամարտում չկրվող արցախցիները Դանիել Բեկ, Պողոս Բեկ Պերիմյանների գլխավորություն բեկեցին ճակատամարտի ընթացքը, այսպիսով հիմք ստեղծելով առաջին հանրապետության
ստեղծմանը։ Շնորհավոր կրկին անգամ առաջին հանրապետության տոնը։ Իսկ հիմա բուն էության անցնեմ եւ շնորհավորանքների շարքը նույնպես շարունակեմ։ Ինչպես գիտեք, մեր նախկին գործընկերը արդեն մշակույթի պալատի տնօրեն է եւ իր առաջին նաեւ ինժեներությունը ներկայացրել է կապված մշակույթի պալատի որոշակի վերանորոգման աշխատանքների հետ։ Գիտենք, որ մեր մշակույթային հիմնական օբյեկտը Վարդենիսի մեր Մկրտչյանի անվան մշակույթային պալատն է, բայց ցավոք սրտի անմխիթար վիճակում գտնող հանդերձասրահն է։ Նախագծի նպատակն է, որպեսզի մենք կարողանանք բյուջեի մեջ որոշակի փոփոխություն ներկայացնելով, բյուջեից նախատեսենք 800,000 գումար, որը կողմի մեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ընթացիկ նորոգման աշխատանքների համար եւ որի արդյունքում մենք կունենանք 456 հատեղ ունեցող մշակույթային այս օբյեկտի համար կառավարված հանդերձասրահ եւ յուրաքանչյուր մուտք գործող մարդ, որը առաջին հենց մեր տեսադաշտում բացում է հանդերձասրահը, նորմալ եւ կառավարված տեսքի կլինի եւ այս նպատակի համար առաջարկում եմ առաջի կետը փոփոխություն մտցնել բյուջեում հատկացնել 800,000 դրամը, որն է որտեղ երկրորդ կետով մեր Մկրտչյանի անվան մշակութային պալատին նշված նպատակի իրագործելու համար։ Եթե հարցեր կան, մենք իրենք պատասխանենք ուղղվածություն։ Վարդենիսի մշակույթի պալատում շատ տպավորիչ միջոցառում էր, այնքանով էր աննախադեպ, որ խոսում է Երևանը հկն իր երիտասարդ հիմնադիրներով կազմակերպել էր եւ ամբողջ ուղերձը ուղղված էր հայ ժողովրդի համախմբմանը, վերադարձին արմատներին, մշակույթին, ինքնահաստատման եւ ինքնությունը ճանաչելու կարևոր ուղերձեր բոլորին։ Եվ այսօրվա համար ասում էլի տոնականորեն, քանի որ երեկամիջոցական կուրսից հետո կարծում եմ մենք ունենք շատ կարևոր համախմբող գործառույթներ իդեմս մեր կրոնական հոգևոր արժեքների կիրառման, այնպես որ այսօր համբարձման տոնն է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը։ Եվ նշում է մեր ամբողջ երկրում, մեր բոլոր եկեղեցիները, ապարատի մատուցներ, որին պատում եմ ունեցել մասնակցել նաև ես։ Եվ հիմա պարոն Շարմազարյան գանում ես հարցին, շատ ակտուալ հարց բարձրացրեցիք, երեք ուղղակի չգիտեմ ինչպես պատահեց, այդ դատարկ հանդերձարանի առջև կորմիկներից հետ ցանկալվեցին։ Դա արդեն քանի տարի մենք տեսնում ենք, որ հանդերձարանը այդպես դատարկ է եւ այլն։ Ուղղակի մոտիվացիան է ինձ հետաքրքրում, ինչու հենց հիմա, երբ մեր գործընկերը, ձեր հիմարկիցը, Նելի Խաչատրյանը, որին շնորհավորում ենք, իր դերում շատ հաջողություններ եք մաղթում, այսինքն կախված է նրանից, որ նա է այսօր ղեկավարում, թե Արմեն Խաչատրյանի օրոք արդեն հանդերձարանը մանավանդ ձեռնարկատվությունի անհրաժեշտ չի։ Ինչ ասեք։ Շնորհակալություն հարցի համար, ըստ որևէ այլ միտում չկա, քան օգնել մշակութային կենտրոնին լիարժեք զարգանալու եւ բնականon ընթաց կապահովելու համար։ Իսկ ինչ վերաբերում նախընտրին, խնդիրը ներկայացրել է նորամշանակ տնօրենը։ Եվ այնպես չէ, որ բոլոր վարակների կամ Վարդենիսի բոլոր պրոբլեմներից տեղյակ են։ Երբ որ առաջարկություններ լինում են, անկախ նրանից որ բնակավարում է եւ որ վարակում է, միշտ այցելում եմ եւ երևի իմ գործնայության ովքեր հաջողվում են տեսնում են բարբերաբար եւ բնակավայրերում այսինքն եւ երբ որ խնդիրներ առաջանում են բարբերաբար ներկայացնում այդ խնդիրները։ Այդ նորանշանակ տնօրենը
ներկայացրել է խնդիրը, ցույց է տվել այդ անդերձարանի վիճակը, դուք որ լուսանկարվել եք, արդեն մաքրված տեսքով այդ ֆոնին եք լուսանկարվել։ Ես տեսել եմ այն վիճակը, մինչև մաքրել է, եւ մաքրելուց հետո շատ գովելի է, որ նորանշանակ տնօրենը ոչ միայն պրոբլեմ է ներկայացնում, այլ այն պրոբլեմի ուղղված ջանքեր է ներդնում։ Մաքրել, նախապատրաստել եւ ցույց է տվել տարբերությունները։ Նպատակը նա է, որպեսզի մշակութային շրջակայքին սակայն ունենք եւ կարողանանք այստեղ բնականում ինչպես ապահովել։ Նպատակը սա է, անկախ նրանից թե որ տնօրենը կլինի, որ կուսակցության անդամը կլինի, որ քաղաքական ուժի անդամը կլինի, անկախ նրանից, եթե ինձ խնդիր ներկայացնում է եւ կարողություն ունեմ այդ խնդրին որոշակի առումով օգնելու, ես միշտ պատրաստական եմ համայնքի բնականոն աշխատանքը ապահովելու ուղղված իմ ջանքերը ներդնելու։ Լավնելու համար, նորից իմ համար շատ է պահորիչ է, պարոն Խաչատրյան, որ Նելի Խաչատրյանը լինելով ձեր թիմի անդամ եւ այսօր այդ պաշտոնը զբաղեցնելով, ասենք լինել է պարոն Դավիթ Շահնազարյանը։ Անկախ ամեն ինչից ես խնդիրը ըմբռնում եմ, մեր թիմը եզս եւ իրոք կողմ եմ քվեարկելու, թող անդերձարանը լինի։ Շնորհակալություն։ Հարցական Մի ողջունել է բնականաբար վերաբերում կրթության մշտացույցի ինչ-որ դատարանները վարդում համայնքում։ Պատի գումարի չափը մասնագետներն են նստակեցրել, այսինքն պայմանական ասում են, եթե ինչի չէր 1 միլիոն կամ 700,000, ինչ չափով ակնահատվել է գումարի պատի, ինչպես է աշխատել գումարի չափը։ Սա նախնական գնահատական է եւ կարծում եմ գնումի ընթացակարգ պատասխան շարժվելու ընթացքում գուցե երկփոխության ընթացքում։ Սա որոշակի մասնագիտական մասնագետ հրավիրվել է, որ մոտավոր գումար նշել է եւ ինքն ընդունել այդ մոտավոր գումարը։ Իսկ վերջնական գումարը բնականաբար կճշտվի արդեն գնման պրոցեսի ընթացքում եւ ուղղակի գնման ընթացքը կազմակերպելու ժամանակ արդեն հասկացի կներկայացնի եւ պարտադիր չէ բոլորովին, որ այս 800,000 գումար ամբողջովին ծախսվի, կարող է դա մի մասը ծախսել, կարող է փոփոխության ենթարկվել։ Առաջարկս նա է, որպեսզի նախնական այս գումարը նախատեսվի, բյուջեն փոփոխություն կատարել, գումարը ուղղի այնտեղ, որ այդ մասը կծախսվի, բնականաբար կծախսվի ուղղակի կարիքների համար, որը չի ծախսվի վերադառնալու համայնքի բյուջեն։ Հասկանալի է, պարոն Շահնազարյան, իմ ասած ընդհանրը, որ եթե ինչ-որ հաշվարկները կից կցվեր, տեսանելի է։ Ասով, թե չառանձնանքի Ընդհանում եմ ձեր առաջարկը, բայց կանեմ, որ այստեղ մոտավոր գնահատականը տրվել, որ վերջնական գնահատականը կորոշվի գնման ընթացակարգի ժամանակ։ Եթե այլ հարցեր կան, խնդրեմ։ Հա, եթե ավականու թույլատվությունից հետո մոտավորապես հաշվարկը կատարել է, որ ընդհանուր արժեքը կազմել է 7-ից 800,000 դրամ պետքան կազմի, հիմա կարող է ընդհանուր լրիվ ուսումնասիրությունից հետո արդեն եմորասմակ գործից գործատվածում կարող է եղել դա 10 միլիոն 200,000 կամ պանի 650,000 հետա։ Իսկ ինչ վերաբերում է տիկին Մանուշարյան այսօր մեր ավականին գնացել է ծանորեն դրա համար ենք այդ գործություն կատարում, ես հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդների լիքը մարդկանց հետ այս 1 տարի ճիշտ ասած բանում երկրորդ երաժշտական դպրոցի կրիչների ուզում փոխեի եւ ռեմոնտների ուզում անեի պատուհանները փոխեի, բայց այս 2 տարի չէր հաջողվել այդ անել, բայց հաստ 1 ամիս առաջ մրցույթ կատարվեց ընդ եւ մրցույթի արդյունքով տնօրենը փոխվեց, նոր տնօրեն նշանակվեց, այս երևի մոտ 2 ամիս առաջ, բայց արյունքես որ այս մի շաբաթ առաջ այս նույն որ ես խնդրել էի, որովհետեւ կատորը պետք է փոխեի եւ լուսավորները պետք է փոխեն, եկան ասին, որ մենք պատրաստ ենք այդ ծրագիրը անելու։ Հիմա եթե վաղ էդի անենք, դա էլ է համարվում ինչ որ
հազատանորեն փոխել դրա հետ կապված։ Իհարկե ոչ, մեր հետ ընդհանրապես մեր մոտ կապ չունի, հերթով մենք էդի անելով գալիս ենք, էդի թեկուզ կուլտուրայի տանտանորեն Արմենելին կադրել, ես էի իրա նշանակել, առանցնել որտեղ խոսքի, ուզում եմ ասեմ, այս բաներ գոյություն չունեն, այսօր մեր հավականինա գնացել հետանորեն, թե մի հատ վարդենիսի կամ մեր կամ զողակցի կամ աղտնադործի, դա կապ չուներ ըստ հետաքականության գալիս են մեր ծրագրերը, որտեղ որ կարող ենք հասնենք անենք, ապրել անում ենք, եթե առարկություններ, անհրաժարություններ չկան, ես բացարձակ չեմ հարցնում, թե ինչու հիմա։ Խնդիրը միշտ էլ եղել է, ուղղակի որ արդեն պարոն Շահնազարյանը մեկնաբանեց, որ Նելի Խաչատրյանը ինքը բարձրաձայնել է հարցը եւ ընթացք է տրվել, արդեն ամեն ինչ հասկանալի է։ Ես դեռ բացարձակ իմ համար, մեր թիմի համար կարևոր չի, ով է դիմողը, ով է պատասխանողը։ Կարևորը մեր համար, որ այո, շատ կարևոր է։ Եվ իրոք չկա նման մտահոգություն, թե ձեր, մեր, դա ինչ է նշանակում, ուղղակի տնօրենը բնականաբար մեր նշանակման է, ով է որ լինի, եւ բնականաբար ինչ հարց է որ բարձրացնում, դեր համար այդ հարցը շատ ակտուալ է եւ նաեւ պատվախնդրությամբ դա կատարվում է։ Շատ լավ տիպի Մանուչարյան, եթե առարկություններ, առարկություններ չկան, կլակություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպար չկա։ Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 24 հունվարի 2025 թվականի Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչռավորային ազգակերպությունների հողակներ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը և պաշտոնային դրույթապետերը հաստատելու մասին համար 6-ի աղոթություններ, փոփոխություններ և լրացում կատարելու մասին։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտությունից ելնելով առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 24-ի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչռավորային կազմակերպություններ հողակների և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվականակը հաստիկացուցակը պաշտոնային դրույթապետեր հաստատելու մասին համար 6-ի որոշումներ կատարել հետևյալ փոփոխություններ ըստ որոշման հավելվածների։ Առաջին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ներում հողակում բաժնում տնօրենի տեղակալը 0.5 միավորը առաջարկում եմ այն փոխարինել 1 միավորով համաձայն ձեր մոտի հավելվածներին։ Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 1 մանկապարտեզ հողակի բաժնում ավելացնել հոգեբանի հաստիկը համաձայն հավելվածի։ Նշեմ, որ ինչ վերաբերվում է ներում 0.5 դրույթը 1 միավորով փոխարինելով, քանի որ ելնելով ծանրաբեռնված աշխատանքների եւ ավելի լավ կազմակերպելու տվյալ ներում աշխատանքները, որոնք մենք գործում ենք երեխաների հետ, դրա համար առաջարկում եմ 0.5 միավորը սարքել 1 միավոր, իսկ ելնելով եւ ամեն անհրաժեշտությունից եւ ելնելով, որ իրականում պետք է այդ մանկապարտեզի հոգեբան, ելնելով նույնիսկ այդ հիմքից, առաջարկում եմ, որ մանկապարտեզում ավելացնել ևս մեկ հաստիկ, օրենքով սահմանված կարգով ըստ ավելվածի, եւ վերջում Գեղարքունիքի մարզի Վարդենիս կոմունալ տնտեսության եւ բարեկարգում հողակ բաժնում ավելացնել էլեկտրիկ հաստիկը, քանի որ մենք գիտեք սպասարկում ենք 34 բնակավար եւ Վարդենիս քաղաք, գիտեք լուսավորության հետ կապված, փողոցային լուսավորության հետ, խորքային հորերի հետ կապված չեն հասցնում էլեկտրիկները իրենց գործողություններ կատարել, դրա համար պատշաճ եւ որակով կատարելու համար առաջարկում եմ ավելացնել ևս մեկ հաստիկ, որպեսզի կարողանանք բոլոր գործերը անկերի կատարել։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ, վայրի հավաքաններ, այո։ Ես նենց հատիկով ուզում եմ հատկապես խոսել մեդերի մասին, լավպիտապես երկու մեդներ աշխատում համետների հրավիրված էին, ներկա գտնվել, ասեմ, որ շատ լուրջ առաջընթաց կա եւ ողջունում Արոն Խաչատրյան, ցանկացած դրական ներդրում, որ դուք անելու եք եւ մենք բոլորս միացնելու ենք, որտեղ արձանի է, որովհետեւ շատ մեծ ողջունություն կա ազգակերպների շիվը ծաների օրորի ավելանում է եւ կատարման որակը։
Ես իսկապես հիացած եմ, կարող եմ ովքեր, որ համայնքապետարանի ներկայացությունից այնտեղ եղել են, մի բանը կհավատեն։ Եվ իմ խնդրանք է, դուք միշտ նկատում ունեցեք, որ եթե ոչ բոլոր մանկապարտը զոհացնելուն, բանալանը որ կացեք, ես խնդրել եմ ժամանակին իմ այդպետությունում, որ ժողովրդի նույնպես լինի այնտեղ, որովհետև բացատրել նայ միշտներ հիմքը, որ ես հիմա խնդրանքով լինում եմ։ Շատ լավ, Տիկին Մամուշարյան, եթե արգելի ավականներ, առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնապահ, չկա, ասում են որակարգի հաջորդ հարցում։ Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի Հանևան բնակավայրում 5 մեգավատաձորության մարևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նպատակով նախատեսված գործունեության իրականացման նախնական համաձայնություն տալու մասին արդեն գիտեք ինչի մասնախոս, Հանևանի ֆոտովոլտային կայանի մասնախոս, արգելի ավականներ մենք բազմից ծանով 16 հարցերին եւ գիտեք զոհվածի հետ հողի Հին մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի սպառնացի ճիշտ ասած ներողություն էլեկտրակայանի կառուցման նպատակով նախատեսվող գործության իրականացման նախնական համաձայնություն տալու մասին։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնապահ չկա։ Անցնում ենք օրակարգի 4 հարցեր։ Վարդենի Սամայքի ավականու 07 հունիսի 2022 թվականի Վարդենի Սամայքի սեփականություն անձնագրով հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին համար 53A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հիմնականում խոսքը ինչի մասին է վերաբերվում, որ Վարդենի Սամայքի ավականու 07 հունիսի 2022 թվականի Վարդենի Սամայքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին համար 53-ա որոշման մեջ բովանդակության մեջ կատարել հետևյալ փոփոխություն։ Երկրորդ կետում Աբգար Աբգարյան բառերը փոխարինել Գուրգեն Մնացականյան բառերով, իսկ երկրորդի երրորդ կետում Հրամ Զարոյան բառերը փոխարինել Կոյրուն Գևորգյան բառերով։ Հարցնում եմ բոլորդ հասկացել եք ինչի մասնախոս, արգելի ավականներ, ուղղակի հանձնաժողովում փոփոխություն են կատարել հետևյալ բառերով։ Եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնապահ չկա։ Անցնում ենք օրակարգի 5-րդ հարցին։ Վարդենի Սամայքի ավականու 29 ապրիլի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի սեփականություն հանդիսացող հողամասից 8 մարզ ՍՊ-ին սահմանափակ օգտվելի իրավունք սերունդու տրամադրելու համաձայնություն տալու մասին համար 65-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Դեսի արդեն զոհված Հովիկ Սիրադարյանի Սիրիկանյանի մասին խոսքեն, ես առնել ենք ճիշտ ասած բաների վրա։ Արգելի ավականներ, որոշման մեջ տեղի ունեցել տեխնիկական խոտան, անհրաժեշտ է Վարդենի Սամայքի ավականու 2025 թվականի ապրիլի 29-ի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի սեփականություն հանդիսացող ոչ մարզ ՍՊ-ին սահմանափակ օգտվելու իրավունք սերունդու տրամադրելու համար 65-ա որոշմանը կատարել հետևյալ փոփոխություն։ Այսինքն ինչ է անցած մեր այդ որոշման մեջ առաջին որոշման առաջին կետում 0.26-15 թվերը փոխարինել մի զրոնք բաց էին թողել 0.026 թվերով։ Երկրորդ կետում գումարի փոփոխություններ, եթե վերցնում էի առաջին կետով գումարը կազմում էր 130,800 դրամ, իսկ հիմա եթե ավելացնում ենք 1-0, գումարը կազմում է 13,070 դրամ։ Ճիշտը փոխարինել 0.0
2615 հեկտար, իսկ գինը 13080 դրամ։ Եթե առարկություններ չկա, քննադատություն։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ, կա։ Անցնում ենք օրակարգի 6-րդ հարցին։ Աստղաբար ԹԿ-ի և Վարդանիս Ամայքապետերյանի միջև 004-2023 թվականի կնքված երկու միկրոավտոբուսի սպասարկման անարգույց իրականացնելու մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու թույլատվության մասին։ Հարգելի գործընկերներ, Աստղաբար ԹԿ-ին նվիրաբերված երկու միկրոավտոբուսների սպասարկման անարգույց իրականացնելու համար 004-2023 թվականի կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 0104-2025 թվականին առաջարկում եմ տալ ձեր համաձայնությունը պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 30/12/2025 թվականից մինչև տարվա ավարտը։ Եթե առարկություններ չկան, քննադատություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ, չկա։ Մի հատ ուզեք մի 15 րոպե անձնություն տանք, հետո արագ շարունակենք։ Անջատին։ Հարգելի ավականներ, ասում ենք օրակարգի 7-րդ հարցին։ Վարդանիս համայնքի արխունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին և ներքին ցանցի կառուցման շինարարական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Ուրեմն մեր կողմից կամրջակ բարեգործական հասարակական կազմակերպության հետ պայմանավորության արդյունքում եղել ենք արխունք բնակավայրում, որտեղ ջրի հետ խմելու ջրի հետ կապված խնդիր կար, արխունքի և ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների հետ։ Ուստի այդ հաշվի առնելով տվյալ կազմակերպությունը համաձայնվել է մեր հետ շինարարական աշխատանքները կատարել։ Ուստի առաջարկում եմ ձեզ, հարգելի ավականներ, թույլատրել համայնքի ղեկավարին Վարդանիս համայնքի բյուջեի 1.6.1 բյուջետային դասակարգման 4657 հոդվածից արխունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին և ներքին ցանցի վերանորոգման ծրագրի ընդհանուր գումարից, որպես համայնքի ներդրում հատկացնել վերանորոգման ծախսերի մինչև 30%։ Մենք ընդհանուր ունենք մեր ծրագիրը արխունքի հետ խմելու ջրագծի հետ կապված, մեծամասն ծախսերը կամրջակը վերցնում է իր վրա, ընդ համայնքի հետ կապված տոկոսային հարաբերության մոտ 30%-ի գումար կա, որ դենել մենք պետք է տրամադրենք, որպեսզի տվյալ ծրագիրը հասնենք իր նպատակին։ Եթե առարկություններ կան, առաջարկություններ խնդրեմ, եթե չէ, քննադատություն, ովքեր են կողմ։ Քանի ովքեր, ուրեմն 20 կողմ, դեմ, ձեռնպահ, չկա։ Եսի մեր երկրապահների կամրջակի հետ մեր համագործակցության արդյունքում Ժողովուրդ ջան բերել ենք, խնդրել ենք, որպեսզի մեր եթե սա կրենք բյուջեով հիմա բյուջեի գումարը չերիքի, մեզի օգնության կարգով կազմակերպությունը բարեգործական ծրագրեր անում իշավ մեր համայնքի մեր ժողովրդին։ Վերանորոգման անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդանիս համայնքի հանրակրթական դպրոցների 2024-25 թվականների ուսումնական տարվա շրջանավարտներին Վարդանիս Բադեյան պետական քոլեջ, Կոակին և Վարդանիս Բժշկա հնարդար քոլեջ ՍՏ-ին միանավակ գումար հատկացնելու մասին։ Ուրեմն Գեղարքունիքի մարզի Վարդանիս համայնքի հանրակրթական դպրոցների 2024-25 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգի կապակցությամբ 2025 թվականի Վարդանիս համայնքի վարչական բյուջեից Պաուստային ֆոնդից համայնքի 29 դպրոցներին հատկացնել 1.320.000 դրամ։ Միանավակ գումար համաձայն հավելվածի, որ ձեր մոտ կա, Վարդանիս Բադեյան պետական քոլեջ Կոակին հատկացնելով 100.000 դրամ
և Վարդենից բժշկական հումանիտար քոլեջ իրար հետ միասին մանկավարժական ինստիտուտի հետ համատեղ հատկացնել 100,000 դրամ։ Հաջորդը Գեղամասակ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներին հանրապետության տարածքում էքսկուրսիա կազմակերպելու համար հատկացվել մինչև 50,000 դրամ, որպես շրջանավարտներին համայնքապատկան տեղափոխման միջոց։ Գեղամասարի դպրոցի շրջանավարտների և սպառնա շրջանավարտների կապված արդեն 2 տարի անց դիմում էին հարգելի ավականներ, ես ուզեցա, որ մեր համայնքի Գեղամասար դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներին մեկ կողմից տրամադրենք տրանսպորտ էքսկուրսիա կազմակերպելու համար։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, գերապա, անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Խոսքը տալիս եմ 9-րդ հարցի հետ կապված, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի ավականներ, Արքոնք բնակավայրի բնակիչ Արմեն Ռազմիկի Զաֆարյանը դիմեր, ունի վազք 21-21 մատնիշի ավտոմեքենա, որի գույքարկի գծով ունի գոյացած 37,450 դրամ։ Արմեն Զաֆարյանը 44 օրյա պատերազմի մասնակից է, պատերազմի ժամանակ ստացել է վիրավորում և աշխատանության կարգ, որում աշխատանության կարգը տրվել է ծնա։ Առաջարկս և խնդրանքս է, որպեսզի բավարարենք նրա դիմումը և 37,445 դրամը, որին կուրսանումը ստեղծենք, հաշվի առնելով նրա կարգավիճը կզիջենք ամբողջությամբ։ Եթե հարցեր կան, խնդրում։ Եթե հարցեր չկան, հարգելի ավականներ, հրաժարություն։ Կարծում եմ 44 օրյա պատերազմի մասնակից, ներկայացուցիչը պետք է անենք իր համար։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպա չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի այլ բնակավայրի բնակիչ Արտյոմ Մանուկյանին պատկանող Mitsubishi Pajero SS պետհամանիչը SS ավտոմեքենայի գույքարկի տուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Արտյոմ Մանուկյանին պատկանող SS Մագնիշի SS պետհամանիչի մեքենայի գույքարկի 654,125 դրամ ապարքից օրենքով համաձայնվող զիջել 136,025 դրամ, տուժը և մայր գումարից 15%։ Մնացած պարտականությունները մարելուց հետո։ Որպես հավելում նշեմ, որ մեքենան եղել անցած վիճակում և չի շարժվում։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպա չկա։ Անցնում ենք 11-րդ հարցին։ Վարդենիս համայնքի բնակիչ Նարերյա Արուստամյանին պատկանող SS պետհամանիչի SS Մագնիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ զիջել 62,814 դրամ տուժը և մայր գումարից 10%։ Եթե առարկություն չկա, Բարոյական ես հարցի տեղյակ եմ, 25 մինուտաներ են բարաբար, հետո տենց ապուշադրության եմ անդացում, մայր ոչ էտ ավտոն կա, ոչ կոմ, բայց իրանց ականով էտ իչ տուրկուսն եթե եմ պատրաստ մայր գումարից։ 15%-ը նորմալ է։ Вот вообще մեքենա, կամ ոչ ասա չի։ Մայր գումարից 15%։ Եթե առարկություն չկա, հրաժարություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպա չկա։ Ասում են օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի բնակիչ Վարչական Նիկողոսյանին պատկանող SS պետհամանիչի SS Մագնիշի ավտոմեքենայի գույքարկի ապարքով մասնակից զիջելու համար։
Հարգելի ավականներ, առաջարկում եմ գույքարկի 63155 ապարքից օրենքով սահմանված կարգով վիճել 11355 դրամ տուժը, այդ գումարից է 10%։ Եթե առարկություն չկա, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Վարդանից համայնքի տվյալ բնակարանի բնակիչ Անդրանիկ Եղազարյանի պատկանող ՍՍ Պետարմանիչի ՍՍ Մագնիչի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու համար 115,761 դրամ ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 27,097 դրամ և տուժը և մայր գումարից 10%։ Եթե առարկություն չկա, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Հասնում ենք հաջորդ հարցին։ Վարդանից համայնքի Վարդանից քաղաքի բնակիչ Մհեր Աղաջանյանին պատկանող ՍՍ Մագնիչի ՍՍ Պետարմանիչի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ Ավտոմեքենայի գույքարկի 215,164 ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 58,119 դրամ տուժը և մայր գումարից 15%։ Եթե առարկություն չկա, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Հայաստանի ջութազնագրքի կրկնակի հեռեկորդակիր Մարգարիտա Գարիկի Մինասյանին խրախուսելու մասին։ Հարգելի ավականներ, առաջարկում եմ խոսքը վերջից դեպի սկիզբ արտաբերելու բացառիկ ունակությամբ կոչված Հայաստանի Հանրապետության ջութազնագրքի կրկնակի ռեկորդագիր Մարգարիտա Գարիկի Մինասյանին տրամադրել միանվագ 100,000 դրամ խրախուսանք։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն։ Ու մենակ հայերեն Բոլորը կողմ, չէ մենակ հայերեն չէ, ինքը ռուսերեն անգլերեն սավ անունով։ Դրանից ավել չեն կարել։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդանից համայնքում տեղի ունեցած խամու հետևանքով նյութական վնաս կրած բնակիչներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին։ Հարգելի ավականներ, ինչպես գիտեք, 20 թվականի մայիսի 13-ին խամու ուժգնության հետևանքով նյութական վնասներ են կրել Վարդանից համայնքի մի շարք բնակիչներ և կառույցներ։ Բնակիչները ահազանգել այցել են Վարդանիսի համայնքապետարան, ներկայացրել են իրենց նյութական վնասները, համայնքապետարանը համապատասխան վայրի աշխատակիցների միջոցով տեղերում ուսումնասիրություն է կատարել և կազմել արձանագրություն վնասների վերաբերյալ։ Կից ներկայացված է բնակիչների կառույցների տվյալները նյութական վնասների չափերը։ Առաջարկում եմ Վարդանից համայնքի բյուջեի պահիստերին ֆոնդից ցուցաբերել դրամական փոխհատուցում քամի ուժգնության հետևանքով նյութական վնաս կրած բնակիչներին համաձայն հավելվածի։ Հիմա ես մի քիչ ավելի մանրամասնեմ, հարգելի ավականներ, ուրեմն խնութիռը տվյալ վնասի հետևանքով աստղաբար հասարակական կազմակերպությունը խուժվել, Վարդանիսի թիվ 1 մանկապարտեզն խուժվել, սա մենք որպես մեր կառույցներ մենք միջոցներ ձեռնարկենք այս աշխատանքները վերականգնելու հետ կապված։ Իսկ մնացած ինչ որ վերաբերում է բնակիչներին, բնակիչների ընդհանուր թվաքանակը 25-ն են, որից ես որ մի քիչ առաջ խոսում էի երկրորդ երաժշտական դպրոցի հետ կապված, հայ ավետարանչական եկեղեցին մենք հրավիրել ենք իրան մեզ մոտ այդ գործողությունները երկրորդ երաժշտական երկաթուղի եւ այլն արդեն ասել եմ ձեզի դրանց ես նույնպես խնդրել եմ որ բնակիչները այսպիսի վնասներ են կրել իրանք ընդհանրապես իրանց բյուջեի մնացել էր 1 միլիոն
500,000 դրամ եւ այդ 1,500,000 դրամը իրանք կտան մեր բնակիչներին, այն որոնք համոզելով ուժել են իրանք կտուրները, բայց հիմնականում ինչն են վերցրել, որոնց այն բնակիչներին, որոնք որ վնասը հասցրել է 300,000-ի, 400,000-ի, 500,000-ի, 600,000-ի, թվով 10 հոգու իրանց դիմումների համաձայն այդ 1,5 միլիոն կտան մեր բնակիչներին, իսկ մնացած 15 հոգու համար մենք արդեն կայացնենք մեր ավարտանների կապված որոշումը, նրանց հետ մենք համայնքների բյուջեից վնասները փոխադրեցինք։ Հասկացանք չէ՞ ինչ մասնակցություն կա։ Ընդհանուր գումարը կազմում է 2,616,605 դրամ, բայց 1,5 միլիոն տվյալ կազմակերպությունը արդեն տալիս է մեր բնակիչներին մեր ընտրանքով, իսկ մնացած 1,116,605 դրամը համայնքների բյուջեից մենք կտանք փոխանցենք մեր բնակիչներին։ Հիմա ես կապամ նյութական վնաս կրած բնակիչների անվանացանկը, որը ողջ համայնքային բյուջեով մենք տրամադրում ենք, իսկ այն բնակիչները, որոնք որ տվյալ կազմակերպությունը խոստացել է, արդեն նրանք էլ առանձին ցուցակով մենք առանձին ցուցակով արդեն տվել ենք իրանց։ Հիմա նյութական վնաս կրած բնակիչների անվանացանկն է կարդում Աննա Բուդոյանը 121,325 դրամ, Վարդան Զիրոյան 25,300 դրամ, Միրյան Բոկյան 37,950 դրամ, Մարետա Վարդանյան 75,900 դրամ, Սմբատ Պետրոսյան 63,250 դրամ, Միշա Բարսեղյան 30,000, Արմեն Մնացականյան 37,950, Կարեն Զակոյան 60,720, Սուսանա Մկրչյան 77,625, Դավիթ Մելիքյան 112,125 դրամ, Արթուր Խաչատրյան 17,710 դրամ, Սիրուն Վարդանյան 144,000, Վալեր Գրիգորյան 63,250 եւ Էլմինե Մկրչյան Ուտական 103,500 եւ Գարիկ Աբրամյանի Մինեսյան մեծ մասի 146,000։ Ուրեմն ընդհանուր գումարային չափը դիմացակ, քանի որ հայ-արտադրական եկեղեցին 1,5 միլիոն արդեն տրամադրել է այդ բնակիչներին տրամադրել, այն մեծ գումարները, որոնք փոխուժվել են բնակիչները, փոխանցել են, իսկ մնացածներին փոխանցել համար։ Եթե առարկություններ չկան, հարգելի ավարտաններ, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դերոբար, կողմ։ Անցնենք օրակարգի հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքի սոցիալապես համախոհ բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցում տրամադրելու մասին։ Վարդենի համայնքի բյուջեի սոցիալական ծախսերի հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների հատուցում Վարդենի համայնքի հետևյալ անախոհ բնակչի համար։ Էմա Վլադիկի Հարությունյան, Ակումբյուք 40,000 դրամ։ Վարդենի համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով ձևատուն կամ բժշկական հաստատություն առողջական խնդիրներ ունեցող Վարդենի համայնքի հետևյալ անախոհ բնակչի համար։ Ասմիկ Մամբելի Գևորգյան, Հայր 40,000 դրամ։ Թաթերի Կամսարի Մարտիրոսյանին ակունք 100,000 դրամ։ Վարդենի համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 կացարանը վերակառուցելու կացարանով ապահովելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով Վարդենի համայնքի հետևյալ անախոհ բնակիչներին։ Արտաշես Նորիկի Սարդարյան 100,000 դրամ, Իրա Ռազմիկի Նավա Սարդարյան, Սլովացի Մայր Որխավայն 77,000 դրամ։ Վարդենի համայնքի բյուջեի սոցիալապես ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում ուսման վարձավճարի հատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Վարդենի համայնքի հետևյալ անախոհ բնակչի համար Անուշ Արմանի Ասատրյան Վարդենից 100,000 դրամ։ Եթե առարկություն չկա, քվեարկություն արգելի ավարտաններ, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դերոբար չկա։
Ասում որակամքի վերջին արդեն ահավերջին արդեն Հարգելի ավականներ և են լրացուցիչ հարցը, որ ներառել ենք ավականում համար 61 կանոնաշարներ փոփոխություններ կատարելու համար ձեզ ենք ներկայացնում Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք Վարդենիս Վազգեն Սարգսյան փողոցի 14 հարցերին գտնվող 296.9 քառակուսի մետր մակերես զբաղեցնող հասարակական կառուցապատման նշանակության հողամասի շուկայական արժեքի գնահատման արդյունքները։ Հողամասի մակերեսը կազմում է 296.9 քառակուսի մետր, կատաստրային ծածկագիրը արդեն կազմելով, նպատակային նշանակությունը բնակավայրի գործնական նշանակությունը հասարակական կառուցապատման իրավունքի տեսակը սեփականություն։ Համաձայն գնահատման Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քաղաք Վարդենիս Սարգսյան փողոց 14 հարցերին գտնվող 296.9 քառակուսի մետր մակերես զբաղեցնող հասարակական կառուցապատման նշանակության հողամասի սեփականության իրավունքի շուկայական արժեքը 29.05.2025 թվականին կազմում է 1.300.000 դրամ։ Հիմա սա արգելի ավականներ տվել նախնական ակտի հետ կապված նախնական հիմնատվել, երբ որ մենք արդեն անցկացրեցինք արդյունքով ունենանք ավելի ռեալ գին, որը չի գերազանցի 60.3-ից ես պակաս չլինի 1 միլիոնից, այն ժամանակ վերջնական արդյունքով կոտարել սրճարանի հողամասը։ Սա նախնական ֆակտ է։ Եթե առարկություններ չկան, քրեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեն, դարապա չկա։ Ասում են որակարգի վերջին հարցին։ Փոքր մասրիկ բնակավայրից հողերից ուղղակի վաճառքի միջոցով ընդայնման նպատակով հողատարածքոտվելու և օտարման գին հաստատելու մասին։ Վարդենիս համայնքի փոքր մասրիկ բնակավայրի բնակելի կառուցման հողերից 3-րդ փողոց տեսածերում գտնվող Արխան Գուրգենի Մարգարյանի սեփականություն հանդիսացող հողամասնիկի ճանաչվածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական արդեն կա ձեր մոտ, տրված 03/08/2021 թվականին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի փոքր մասրիկ բնակավայրի 3-րդ փողոց 2/1 հասցեի ծածկագերեսին 0.241 հեկտար հողամասը որպես ընդայնում ուղղակի վաճառքով օտարել Արխան Գուրգենի Մարգարյանին։ Հողամասի ուղղակի վաճառքի օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 218.000 դրամ։ 218.8 դրամ։ Սա անլայնում է հողի զուգարման միջոցով արգելի ավականներ, եթե առարկություններ չկան, քրեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, լրացված չկա։ Այսքան էին մեր այսօրվա օրակարգի հարցերը, մեր սպառվան մեր օրակարգի հարցերը, ավարտվեց մեր լիստը, որի